Բարև ձեզ Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է, մենք խոսում ենք մարդու ամենաթանկ ունեցվածքի առողջության մասին, հարգելի հեռուստադիտողներ, եւ մենք աշխատում ենք ուղիղ եթերում, դուք այսպիսով ունեք հնարավորություն մասնակցելու մեր հաղորդմանը, զանգահարեք 5489 34 հեռախոսահամարով կամ ուղղեք ձեր հարցը մեր հյուրին շտապ օգնություն շնիկ Արարատ գծիկ tv.am հասցեով։ Այսօր հարգելի հեռուստադիտողներ, աշխարհը նշում է դիահի դեմ պայքարի օրը եւ այս առիթով մենք սիրով տաղավար ենք հրավիրել դիահի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սամվել Գրիգորյանին, նորից եմ հիշեցնում մեր հեռախոսահամարը 5489 34 զանգահարեք ձեր հարցերով։ Բարև ձեզ պարոն Գրիգորյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, գիտեմ, որ հենց այսօրը ձեզ համար շատ ծանրաբեռնված է լինում, բայց դուք երբեք մեզ չեք մերժում ներկայացնելու հայաստանյան իրավիճակը, աշխարհի, այսօր ինչ եք արել այս օրվա հետ կապված։ Գիտեմ, որ ամեն անգամ ակցիաներ եք ունենում, միջոցառումներ։ Մեր միջոցառումները չեն սահմանափակվում միայն այսօրով։ Նախորդող շաբաթից սկսված մենք անցկացրել ենք մի քանի հանրային միջոցառումներ, որտեղ ձիայի կենտրոնի շարժական կլինիկաներում բուժախտորոշիչ, որը նվիրաբերվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից, Հայաստանի խոշոր 3 քաղաքներում, Երևանում, Գյումրիում եւ Վանաձորում հնարավորություն է ընձեռվել բնակչությանը անցնելու միավի եւ ոչ միայն միավի, այլև հեպատիտների վերաբերյալ անանուն անվճար հետազոտություն, որտեղ ամեն տարի այս վերջի 5 տարիների ընթացքում հայտարարվում է եվրոպական շաբաթ հետազոտության, այս տարի այդ շաբաթը կոչվում է միավի եւ հեպատիտների հետազոտության շաբաթ, որտեղ հեպատիտները շատ արդիական են, իրենց տարածման ուղիներով նման են միավի տարածմանը, հիմնականում արյունային ճանապարհ, նաեւ սեռական ճանապարհ եւ մեր տարածաշրջանում շատ ակտուալ են, որովհետեւ զուգակցվում են միավի տարածման հետ, մանավանդ թմրամիջոց օգտագործողների շրջանում եւ այդ միջոցառումները այսօր եզրափակվեցին երկու խոշոր մի քանի երկու միայն կլինիկաներն են լինելու եւ նաեւ մեր կենտրոնում միջոցառում անցկացվեց, որին մասնակցեց առողջապահության փոխնախարարը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, նրանք ներկայացրեցին պետության կողմից իրականացվող միջոցառումները միավձիային հակազդման ազգային ծրագրի շրջանակներում, Ռուսաստանի դեսպանը ներկայացրեց Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագիրը միավձիայի դեմ պայքարում Հայաստանում, ՄԱԿ-ի մշտական համակարգողը ներկայացրեց ՄԱԿ-ի կառույցների աշխատանքը, հիմնականում ՄԱԿ-ի միավձիայի միացյալ ծրագրի, որը աջակցում է մեր երկրին արդյունավետ հակազդեցություն ձևավորելու գործում։ Եվ այսօր հենց այս պահին մեր շարժական երկու կլինիկաները զուգահեռաբար Երևանում եւ Գյումրիում տրամադրում են անանուն անվճար հետազոտություն, խորհրդատվություն, այո, որտեղ մայրաքաղաքում որտեղ Հյուսային Պողոտայում, Գյումրիում հրապարակում։ Մինչև ժամը քանիսն է տևելու։ Նախատեսված է մինչև 8, բայց սովորաբար եթե այցելուների պահանջարկը շատ է լինում, ապա եւ կարող է փոքր ավել լինել։ Պարոն Գրիգորյան, դուք տարին կլոր եք աշխատում ամեն օր եւ այդ 3 մեծ ուղղություններով, հա, որ դուք նշեցիք, եւ մեր նախարարությունը եւ Ռուսաստանի հետ համագործակցությունը, նաեւ ՄԱԿ-ի, այսինքն մեր արևմտյան գործընկերների հետ նույնպես համագործակցության մեջ եք եւ մեծ ծրագիր եք իրականացնում եւ ես հիշում եմ, որ մենք ամռանը նույնպես անդրադարձանք դիահի թեմային, որովհետեւ լավ առիթ ունեինք, հավաստագիր էինք ստացել, հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, թե ինչ հավաստագիր է դա եւ ինչպես է ընթացել աշխատանքը ամառվանից հետո, այդ հավաստագրից հետո, ինչ է դա տվել մեզ։ Ուրեմն դիահի դեմ պայքարի բնագավառում եւ ոչ միայն, նաեւ մոր եւ մահկան առողջության պահպանման եւ ընդհանրապես կարելի ասել հասարակական առողջապահության բնագավառում խոշորագույն ձեռքբերումներից մեկն է Հայաստանի, որովհետև դրանով փաստվում է, որ
Հայաստանում մորից երեխային միավի փոխանցումը վերացել է։ Այդ դա փաստող հավաստագիր է, որը ասեմ ձեզ եվրոպական ընտանիքի 53 երկրի շրջանում առաջինն էր Հայաստանը եւ միակը Բելարուսի հետ միասին, իսկ աշխարհում երկրորդը Բելարուս եւս Թայլանդ, ասենք մեր 3 երկրները երկրորդը աշխարհում այդ նման գնահատականի արժանացան եւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ նիստի Միավձիայի նվիրված հատուկ նիստի բարձր ամբիոնից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանը նշեց որպես օրինակելի երկիր Միավձիայի դեմ պայքարի գործում։ Սա շատ պատվաբեր է, բայց նման գնահատականի կամ հավաստագրի հասնելը մեկ գործ է, այդ հավաստագրի պահպանումը այլ գործ է, պատասխանատվություն է նաև որտեղ այդտեղ արդեն նույնիսկ պահանջում է ավելի շատ ներդրում, աշխատանք իրականացնել, քան հասնելու ժամանակ։ Հասնելը, ասեմ դες, ինքը բավական մեծ ծավալուն գործընթաց է եւ այստեղ ընդամենը մեկ ցուցանիշ չի, որ ասենք այդ ընթացքում 150 մայր, որոնք որ ունեն միավարակ, ստանալով համապատասխան կանխարգելիչ բուժում, ունեցան միավից զերծ երեխաներ, բայց ամբողջ համակարգը այս երկու ծառայությունների գնահատվել է այս առումով եւ խումբ է եկել խորհրդատվական այստեղ առաքելություն է եղել, այո դրանք տասնյակ ցուցանիշներ են շաբաթներով նստած մանրամասն մանրամասն եւ վերջում զեկույց է կազմվել նախ երկիրն իր զեկույցն է ներկայացրել, որը ցուցանիշներով ամբողջ համակարգը նկարագրելով, հետո խորհրդատուները իրենց ոնց որ ալտերնատիվ զուգահեռ զեկույցներ ներկայացրել, երկու զեկույցները դրվել են վալիդացիայի գլոբալ կոմիտե կա, առողջապահության համաշխարհային կազմակերպությունում Ժնևում է այդ կոմիտեն, որը որ նիստ է գումարել, մեկ շաբաթ քննել է մեր հարցը, մինչև դրական գնահատական են տվել քվեարկությամբ։ Սա շատ իսկապես մեծ ձեռքբերում է եւ ուրախալի եւ ինչպես դուք նշեցիք, այն պահելը, պահպանելը նույնպես եւ պատասխանատվության հարց է եւ նաեւ արդեն պատվի հարց է, որ ձեռքբերածը չկորցնի։ Առաջարկություններ, այդ առաջարկությունները ԱՀԿ-ից ենթադրում է, որ մենք պետք է որոշակի ծառայությունների ընդլայնում կատարենք, այսինքն եթե հղիները տեստավորվում էին մինչ այժմ հղիության ընթացքում մեկ անգամ միավի վերաբերյալ, մեզ առաջարկվում է տեստավորել 2 անգամ, ինչու որպեսզի ավելի երաշխավորվի, որպեսզի երաշխավորվի, մեկը առաջին այցի ժամանակ, մյուսը 30 շաբաթ է լրանալիս, որ երաշխավորվի ավելի անվտանգ գործընթաց մորից երեխային միավի փոխանցման առումով, քանի որ հնարավոր է որ հղիության ուշ փուլերում անգամ մայրը վարակվի եւ առաջին հետազոտության ժամանակ լինի բացասական, իսկ երկրորդը եթե չլինի, ասենք վարակվի ու մեր առողջապահական համակարգի ուշադրությունից դուրս մնա։ Այո, եւ դուք ընդունել եք այդ առաջարկը։ Հիմա մենք այդ ուղղությամբ ենք աշխատում, որտեղ դա ենթադրում է համապատասխան չափորոշիչների, ուղեցույցների կարգերի փոփոխություն, նաեւ լրացուցիչ ֆինանսավորում, որտեղ կրկնակի տեսք պետք է գնվի։ Առաջարկությունները գտնվում են առողջապահության նախարարության քննարկման փուլում։ Պարոն Գրիգորյան, այսինքն եթե այդ առաջարկությունը ընդունեք, հաստատվի, հա, այդ քննարկումից հետո բոլոր հղիներն են եւ առաջին երամսյակում առաջին այցելության ժամանակ հետազոտվելու եւ 30 շաբաթականից հետո, որովհետեւ ոչ թե միայն նրանք ում մոտ նկատվել է բոլորին առաջարկել է այդ հետազոտությունը, որովհետեւ ընթացքում կարող է վարակվել։ Կարող է, ասենք, լինի վարակման պահ, որ այդ հետազոտությունը կարող է հետազոտության պահին հնարավոր չլինի որսալ, եւ դրանից հետո վարակումը լինի, կամ շատ մոտ լինի այդ հետազոտության պահերին պատուանի շրջանը լինի, եւ այդ դա մեկն է առաջարկություններից, կան նաեւ այլ առաջարկություններ, որոնք մենք պետք է
կարողանանք կատարել, որպեսզի կարողանանք պահպանել հավաստագիրը։ Պատիվը։ Պարոն Գրիգորյան, քանի որ հղիներից խոսեցինք, խնդրում եմ ասեք, կարծում եմ այս հարցը շատերին է հուզում, եթե մայրը վարակակիր է, միավ վարակակիր եւ միավ վարակակիրները ռետրովիրուսային բուժում ընդունում են, թե արդեն DI-ի ախտորոշման ժամանակ է բուժումը գնում։ Այսինքն ես ուզում եմ հասկանալ կերակրման ժամանակ կարող է որպես օրգանիզմի հեղուկ մասա, հա, որ փոխանցվում է մորից երեխային, փոխանցում տեղի ունենալ նաև վարակի։ Կերակրման ժամանակ էլ կարող է տեղի ունենալ վարակի փոխանցում, պտղի ներարգանդային զարգացման ժամանակ էլ եւ ծննդաբերության ժամանակ էլ։ Սովորաբար կեսարյան հատումով են ծննդալուծում։ Սովորաբար այո, եթե կրծքով կերակրումը մեզ մոտ ոնց որ մենք չենք խրախուսում մայրերին, առաջարկում ենք արհեստական կաթնախառնուրդներ եւ դրանք անվճար պետության կողմից այո գնվում տրամադրվում են եւ այդ ամբողջ համալիրը կանխարգելման համալիր միջոցառումները եթե իրականացնում ես հնարավոր է լինում 99% դեպքերում միավի ձերծ երեխա ունենալ։ Նաև երեխան է ստանում հակառետրովիրուսային օշարակներ։ Այո։ Իսկ եթե ոչինչ չանես, մինչև 45% դեպքերում երեխան կծնվի միավ վարակով։ Իսկ անելիս, տեսեք, ինչքան մեծ առավելություն է, որ 99% մինչև դեպքերում կունենաս միավի ձերծ երեխա։ Դրա համար էլ ամբողջ համալիրը այստեղ կարևոր է ժամանակին հետազոտվելը, բայց ես մի բան եմ ուզում այստեղ ավելացնել, որ շատ կարևոր է նաև զուգընկերների, ամուսինների հետազոտությունը, որտեղ միավ վարակով կարող է կինը կամ ամուսինը անմիջապես չվարակվել են մեկ սեռական կապից, այլ դա կարող է լինել ժամանակի ընթացքում։ Հետևաբար մեր կանայք հիմնականում վարակվում են իրենց ընդամենը մեկ զուգընկերոջից, ամուսնուց, որը եթե մենք ընդհանուր տենց միջինացված, ասենք, ընդհանրացված պորտրետ ձևավորենք, դա միջին տարիքի 30-ից 40 տարեկան աշխատանքային միգրանտ է, որը մեկնում է արտագնա աշխատանքի, ցուցաբերում է ռիսկային վարքագիծ, այսինքն արտամուսնական կապեր է ունենում, հիմնականում դրսում, Ռուսաստանում եւ վերադառնալիս միավը փոխանցում է իր կնոջը կամ զուգընկերոջը։ Այո։ Եվ այս ռիսկային վարքագծի առաջնահերթ կրողը ինքը պետք է հոգ տանի առաջին հերթին իր առողջության, ընտանիքի իր կնոջ եւ ապագա երեխայի համար։ Այո։ Հետաբար ինչ է պետք, որպեսզի չվարակվել, միգուցե կարող ենք դրա համար ասել նախ եւ առաջ պետք չէ ցուցաբերել ռիսկային վարքագիծ, պետք է խուսափել ամեն կերպ ռիսկային վարքագիծից, իսկ ռիսկային մանավանդ սեռական, եթե վարքագծի մասին խոսանք, նաեւ որ ցանկացած կապ, եթե հայտնի չէ զուգընկերոջ կարգավիճակը միավի վերաբերյալ, ապա դա կարող է լինել ռիսկային եւ կարող է պատճառ լինել միավով վարակման։ Մանավանդ եթե մենք խոսում ենք միգրանտների մասին, ապա Ռուսաստանի Դաշնությունում միավով վարակման հավանականությունը նայած քաղաքից քաղաք, շրջանից շրջան տարբերվում է, բայց կարող է մի 5 անգամից մինչև տասնյակ անգամներ ավելի բարձր լինել, քանի որ տարածվածությունը այդքանով ավելի բարձր է։ Պարոն Գրիգորյան, դուք նշեցիք, որ արդեն մեկ շաբաթ է եւ շարժական կայաններով եւ կանգնացավ ոչ շարժվող կենտրոններում տեղի է ունենում այդ հետազոտությունը միավի նկատմամբ, ինչ արդյունքներ եք ստացել այս 3 քաղաքներից, մայրաքաղաքից, Գյումրիից եւ Վանաձորից կամ գրանցված դեպքեր։ Այստեղ ամենակարևորը իհարկե արդյունքն է կարևոր, բայց շեշտադրումը ոչ թե արդյունքն է, այսինքն այն առումով, որ մենք անպայման պետք է դրական դեպք հայտնաբերենք, այսինքն նման նպատակ չկա, այլ ընդգրկվածություն։ Դա հանրային միջոցառում է, որտեղ մենք
այդ միջոցառման ընթացքում հնարավորինս մասսայականացնում ենք միավի վերաբերյալ հետազոտությունը։ Խրախուսում ենք մարդկանց անցնել այդ հետազոտությունը։ Շարժառիթ ենք ձևավորում։ Այո։ Այդ տեստը այնքան ենք ուզում, որ ոնց որ սպառողի համար ընդունելի, հասանելի, հասկանալի տեստ լինի, որ ասենք մարդիկ չկոմպլեքսավորվեն, որ միավի տեստը մի արտառոց մի երևույթ է, որ դրա համար, չգիտեմ, ինչքան ջանքեր է պետք անել կամ մարդիկ կան, որ մտքով էլ չի անցնում, որ կարող է, ասենք, վարակման ռիսկ ունենան իրենք, որովհետև տեստը ինքնանպատակ չի, այդտեղ տրվում է նաև տեղեկատվություն մարդկանց, այսինքն տեստ անցնելը միայն բուն լաբորատոր հետազոտություն չի, այն ուղեկցվում է նախաև հետեստային խորհրդատվության, որի ժամանակ գնահատվում է այցելուի ռիսկը, նրա ռիսկային վարքագիծը, կանխարգելման ձևերին, միջոցների մասին տեղեկատվություն է տրվում, իրազեկվում է մարդը։ Եվ դա կանխարգելման անհատական միջոց է, հետազոտությունը։ Այո։ Բայց կան նաև դրական դեպքեր, այս 1-2 տարվա ընթացքում մեր հանրային միջոցառումների մենակ դրա մասին եմ ասում, արդեն մի 5-6-7 դեպք է հայտնաբերվել պատահական անցորդների շրջանում։ Այո։ Մենք արդեն այսօր 70 հետազոտություններ արվել Գյումրիում, 1 դեպք էր հայտնաբերվել։ Դա քիչ չի։ Իսկ եթե վերցնենք ամբողջ Հայաստանի աշխարհագրությունը, ապա մենք այսօր կարողացել ենք 145 բնակավայրում գյուղական, փոքր քաղաքային ապահովել բնակչության համար հասանելի, անվճար, անանուն հետազոտություն այդ շարժական կայանների հաշվին, շարժական կլինիկաներում, այն էլ ոչ միայն միավի վերաբերյալ, այլ այդ հետազոտությունը տրամադրվում է բժշկական ծառայությունների փաթեթի շրջանակներում, որտեղ ներգրավում են նաև հեպատիտների նկատմամբ, սեռավարակների նկատմամբ հետազոտությունը, բժշկական խորհրդատվությունը, ուլտրաձայնային հետազոտությունը, գինեկոլոգի կոնսուլտացիան, այսինքն այս մարդկանց համար մենք այդ ծառայությունը դարձնում ենք ավելի գրավիչ, ավելի ընդունելի եւ միայն ասենք միավի վրա չենք շեշտադրում, որպեսզի ասենք պոտենցիալ խարանի գործոնն էլ ասենք վերացնենք։ Եվ ինչ արդյունք է դա տալիս։ Դուք տարեց տարի նկատում եք, որ դիմողները շատանան։ Պատկերացրեք, տասնյակ դեպքեր ենք հայտնաբերել միայն այդ մոբիլ կլինիկաներով։ Հայաստանի համար դա փոքր թիվ չի, իսկ դիմելությունը մենք ուրեմն արձանագրում ենք մեր բոլոր այցերը, կլինիկան որպեսզի արդյունավետ աշխատի, ծախսը արդյունավետ լինի, ինքը պետքա լիարժեք ծանրաբեռնված լինի։ Ամեն այցի ժամանակ մենք աշխատում ենք, որ պարապուրտ չլինի, հետևաբար ամեն այց տասնյակ մարդիկ են հետազոտվում 20-ից մինչև 80 մարդ այցից կախված նայած տեղ ամեն այցից լինում է, բայց մենք ունենք նաև մեր գործընկերները, մեր օգնող կոլեգաները, որոնք աշխատում են տեղի բժշկական ամբուլատորիաներում, գյուղական, որոնք տեղական նախապատրաստական աշխատանք են տանում բնակչության հետ։ Իրենք գիտեն լավ, ասենք, ընտանեկան բժիշկները, ովքեր են իրենց համայնքներում, միգրանտները։ Նաև նրանց միջոցով է տեղեկացվում, թե երբ է մեքենան գալու, նրանք հավաքագրվում են նախապես, հերթագրվում են եւ երբ որ կլինիկան գնում է, ինքը պարապ տեղը չի գնում, ասենք, կանգնում ու այդ ժամանակ մարդիկ ով տեսնի դիմում։ Երևի ավելի ակտիվ է հենց ձմեռային սեզոնին։ Իհարկե, ձմեռային սեզոնը, որտեղ միգրանտներն են վերադառնում, բայց մենք ամբողջ տարի աշխատում ենք, որովհետև տարվա մյուս եղանակներին էլ աշխատում ենք միգրանտների ընտանիքների հետ, կանանց հետ, ընտանիքի անդամների հետ, տալիս ենք տեղեկատվություն, ծածկույթը հասել է մի քանի տասնյակ հազար մարդ, 50,000 շուրջ, ստացել են տեղեկատվություն կանխարգելիչ միջոցների մասին, կանխարգելման հիվանդության մասին առհասարակ հնարափոխանցման ուղիների
Եվ Պարոն Գրիգորյան, այդ 0.2%-ը բնակչության, որ ես այսօր ընթերցում էի լրատվամիջոցները հրապարակեցին, հավանաբար ձեր խոսքից, հա, ասուլիսի, որ մեծահասակ բնակչության շրջանում։ Մեծահասակ բնակչության, դա մեծ թիվ է համարվում Հայաստանի համար այնուամենայնիվ, թե մենք որպես երկիր այդքան էլ ռիսկ ցանկացած թիվ մեծ կամ փոքր պետք է համեմատես այլ թվերի հետ, այլ երկրների հետ, եւ ամենահարմար համեմատությունը մեր տարածաշրջանի հետ է, ուրեմն միջին տարածաշրջանային ցուցանիշը 0.9-ից 1% է։ Ռուսաստան, Ուկրաինա էլի 0.9-ից 1% տարածվածությունը։ Տկան շրջանն է Ռուսաստանում, որ 1%-ից ավել է 2-3 անգամ մինչև 4%։ Դա այն դեպքն էր, որ գրել էին համաճարակ, Եկատերինբուրգում այս երկու օր ինֆորմացիա եկա, որ 100-ից 4-ի մոտ դրական է եղել, դա շատ բարձր է։ Դա տարածուն արդեն համաճարակի փուլ է։ Ընդհանրապես միավարակի դեպքում տեսեք, համաճարակային շեմ գոյություն չունի։ Մեկ դեպք էլ եթե երկրում արձանագրվեց, համարվում է, որ այդ երկիրը արդեն համաճարակային գործընթացների մեջ է։ Բայց Հայաստանը աննախադեպ նվաճում նաև արձանագրեց այս տարի, երբ որ մենք հետազոտություններ իրականացրեցինք խոցելի խմբերի շրջանում, այսինքն մարմնավաճառ կանանց, թմրամիջոցների ներարկային օգտագործողների եւ հոմոսեքսուալ տղամարդկանց, տեսանք, որ նրանց շրջանում միավի տարածվածությունը նվազել է, շարունակական նվազել է 2010 թվականից եւ հիմա այնքան է նվազել, որ 5%-ից էլ է իջել, 1-2%-ի շրջանում է եւ ոչ մի դեպք չէր արձանագրվել կոմերցիոն սեռական ծառայություն տրամադրողների շրջանում եւ մենք կարող ենք փաստել, որ ձիայի դեմ պայքարի պատմության մեջ մի աննախադեպ ձեռբերում է արձանագրվել, որ համաճարակի ոչ միայն կասեցում է, ոչ միայն զարգացման միտումը, այլև հետընթաց։ Եվ մենք կարողացել ենք երկրորդ փուլից, որում գտնվում էր Հայաստանը, որովհետև խմբերից մեկում թմրամիջոց օգտագործողների շրջանում 5%-ից բարձր էր տարածվածությունը 2010 թվականին, հիմա նվազել է բոլոր խմբերում եւ որևէ խմբում 5%-ը չի գերազանցում։ Պարոն Գրիգորյան, այստեղ մենք հարց ենք ստացել, հեռուստադիտողը ասում է, խնդրում եմ ասեք, թե հենց հիմա շարժական կայանները որտեղ են, որտեղ կարող ենք մոտենալ եւ հավանաբար Երևանում, Հյուսիսային Պողոտայում։ Հավանաբար նա նկատի ունի շրջանները, գյուղերը։ Ես ասացի, այսօր աշխատելու էր Երևանում եւ Գյումրիում, իսկ գյուղերում ուրեմն 145 բնակավայր կա, որի բնակիչները գիտեն եւ հարակից գյուղերի բնակիչները գիտեն։ Ես հիմա ամբողջ 145 գյուղը թվարկել եմ, երևի ժամանակի մեծ կորուստ կլինի։ Բայց ասեմ, որ մոտ 7 մարզում այս աշխարհագրությունը կա եւ իրենք տեղեկացվում են իրենց ամբուլատոր բժիշկների կողմից, բայց ասեմ, որ անկախ այս մեքենայի գրաֆիկից, աշխարհագրությունից, մեր հանրային միջոցառումներից ձիայի կանխարգելման հանրապետական կենտրոնում, որը գտնվում է Երևան, Ավան, Աճառան 2 հասցեն, միշտ կարելի է անցնել անվճար, անանուն, անվճար եւ գիտեք ինչ, միաձիայի հետ կապված բոլոր ծառայություններն են անվճար։ Այո, տեսեք, ոչ հիվանդի համար չի վճարում։ Լրացրել է իր հարցը, ներողություն, նա ասում է Սևանի ավազան Գեղարքունիքի մարզում հիմա կա շարժական կայանը, որպեսզի այս պահին ոչ, բայց գրաֆիկում բնականաբար կա։ Գեղարքունիքը մեր թիրախային մարզերից մեկն է, որտեղ միգրացիայի մակարդակը բավական բարձր է եւ այդպիսի շաբաթ չեմ հիշում, որ Գեղարքունիքի որևէ բնակավայր կլինիկան չայցելի։ Եթե հետաքրքրում է իրան, ասենք թե գրաֆիկը, որ կուզենա Երևան չի հարմար չի գալ, կուզենա գնա այդտեղ տեղերում հետազոտվի, ուրեմն կարող է զանգել կենտրոն։ Ինչ հեռախոսահամարով։ 61 0820 հեռախոսահամարով, թեժ գիծն է մեր, եւ տեղեկանա, երբ կլինի, ասենք Գեղարքունիքի ինչ որ մի բնակավայրում մեքենան։ Իրեն այդ ինֆորմացիան կտրամադրեն։ Այո, պարոն Գրիգորյան, եթե մարդու մոտ, ասենք այդ Գյումրիում հայտնաբերված, հա, օրինակ դեպքը, այս հետազոտությունից հայտնաբերվեց վարակակիր լինելու մասին, դրական դեպք, ասենք, առաջնային, ինչ է դա նշանակում։ Հնարավոր է դա ինչ որ իրավիճակներում հերքվի, դա արդեն վերջնական հաստատում է դիագնոզի, թե դեռ ձիայի համար այլ հետազոտություններ պետք է անցնի։ Առաջին հետազոտությունը իրականացվում է արագ տեստերով, երբ մարդուն
ընդամենը 10-15 րոպեվա ընթացքում տրվում է իր հետազոտության պատասխանը։ Այո։ Դա դրական լինելու դեպքում դեռևս չի խոսվում միավ վարակ ախտորոշման մասին, այլ խոսում է միավի նկատմամբ շրջադրական կարգավիճակի մասին։ Այո։ Անհրաժեշտ է հետագա հետազոտություն արդեն ձիայի կանխարգելման հանրապետական կենտրոնում այլ տեստ համակարգով, իմունոֆերմենտային անալիզի, որը ոչ թե արագ տեստ է, այլ գործիքային հետազոտություն է։ Արագ տեստը դա չի պահանջում որևէ սարքավորում, ասենք ոնց է հղիության տեստը։ Այո, այո։ Մարդը նույնիսկ այդ արագ տեստերը կարող են ինքնատեստավորման լինեն, մարդը վերցնի ինքն իրան տեստավորի, այդպիսի տեստեր կան։ Բայց այստեղ երկրորդ փուլը դա գործիքային հետազոտությունն է, 1-2 ալտերնատիվ տեստ համակարգերով եւ հետո ավելի մասնագիտացված ռեֆերենսային հետազոտություն իմունաբլոտի միջոցով, որը որ տալիս է վերջնական լաբորատոր ախտորոշումը միավ վարակի։ Պարոն Գրիգորյան։ Ուրեմն այս բոլորը, որ ես ասացի, միջև ախտորոշման հասնելը առավելագույնը 1 շաբաթվա ընթացքում մենք կարող ենք իրականացնել։ Այսինքն իսկ եթե հիվանդի վիճակը կամ պացիենտի վիճակը այնպիսին է, որ նա հիվանդանոցում է կլինիկայում է, մենք դա ավելի արագ ենք անում։ Ուղարկում ենք, չենք սպասում, որ ինքը կայցելի, կլավանա, չգիտեմ, ոտքի կկանգնի, կգա կենտրոն իր ոտքով։ Մեր շարժական բժշկական թիմը ուղևորվում է ցանկացած կետ հանրապետության, որտեղ մենք հանրապետական կենտրոն ենք, աշխատում ենք ամբողջ հանրապետությունում եւ ցանկացած տեղից արյան նմուշառում կանեն, կբերեն հետազոտության, խորհրդատվություն կտան, գրառում կանեն, հետո կվերցնեն համատեղ վարման տվյալ կլինիկայի մասնագետների հետ։ Պարոն Գրիգորյան, մենք այստեղ նորից ունենք հարց, հեռուստադիտողը, մեկ այլ հեռուստադիտող գրել է, պարոն Գրիգորյանը նշեց, որ ձիայի հետ կապված ամեն ինչ Հայաստանում անվճար է, խնդրում եմ ասեք, դա անվճար է նաև Ռուսաստանի բնակիչ, Ռուսաստանում գրանցում ունեցող հայ մարդու համար, թե ոչ։ Ամեն ինչ անվճար է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Այո։ Այսինքն եթե գրանցված է Ռուսաստանում, Ռուսաստանի բնակիչ, ինքը պետք է դիմի Ռուսաստանի ձիայի կենտրոնները, այնտեղից ստանա անվճար։ Այնտեղ նույնպես նույն կարգով է։ Իրենց քաղաքացիների համար անվճար է, մեր քաղաքացիների համար ոչ։ Այո։ Այսինքն Հայաստանի գրանցումը մեզ մոտ այդ ամեն ինչը անցնելու համար հետազոտությունից համար անվճար է բացարձակապես։ Բոլոր ծառայությունները դրա հետ կապված։ Խնդրում եմ մի փոքր մանրամասնենք նաև հակառետրովիրուսային բուժման էությունը, հա, ինչ է դա իրենից ներկայացնում, երբ միավ ենք ասում, ձիայի ենք ասում, արդեն կարծում եմ հեռուստադիտողներն էլ լավ պատկերացնում են, որ դա վիրուսային հիվանդության մասին է։ Խոսքը եւ հակառետրովիրուսային, ռետրովիրուսի դեմ ռետրովիրուս է։ Ահա։ Եվ եթե ասում ենք հակառետրովիրուսային դեղ, ուրեմն միավի դեմ հակամիավային դեղ։ Իր ռետրովիրուսների ընտանիքին է պատկանում այդ վիրուսը, մարդու իմունային անբարոյության վիրուսը, որը ներթափանցելով մարդու օրգանիզմ առաջացնում է միավ վարակ երկարատև ընթացքով ինֆեկցիոն քրոնիկական հիվանդությունը, որի վերջնային փուլը ձիահն է, այսինքն հիվանդությունը ձիահը չի, միավ վարակն է։ Ձիահը դա սինդրոմ է, համախտանիշ, որը արտահայտում է խորը ձեռքբերովի, որտեղ մարդը ի սկզբանե ծնե չի ունեցել։ Այո։ Նա ձեռք է բերել միավարակ, միավերներ թափանցել օրգանիզմ եւ դա առաջացրել է այդ համախտանիշը, որը բնորոշվում մի շարք սիմպտոմների հավաքածուով, այսինքն մի շարք սիմպտոմներ միասին առաջացնում են ձիա սինդրոմը, որը որ արդեն խորը իմունային անբարոյության փուլում է։ Հիմա հակառետրովիրուսային բուժումը տրամադրվում է ոչ միայն ձիայի փուլում, այլ միավարակ հիվանդության այլ փուլերում։ Ասենք, եթե ներկայում CD4 բջիջներ, այսպես իմունիտետի բջիջներ կան, որոնք որ հիմնական ցուցիչն են, 500-ից եթե ցածր է 1 միկրոլիտր արյան մեջ, ապա նա ցուցված է պացիենտը ընդունելու հակառետրովիրուսային բուժում եւ մի շարք օպորտունիստական վարակների արկայության դեպքում, ասենք տուբերկուլոզի, նաեւ հարակից վարակների, հեպատիտ B-ի արդեն անկախ CD4 բջիջի մակարդակից ցուցված, իսկ մյուս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին
առաջարկություններով բոլոր հիվանդները, բոլոր պացիենտները, անկախ CD4 բջիջներից, անկախ կլինիկական ինքնազգացողությունից ցույցված են, որ ստանան բուժում, որպես կանխարգելիչ միջոց, որպես կանխարգելիչ միջոց։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, մեր ժամանակը սպառվեց, շատ շնորհակալ եմ զրույցի համար, հուսամ ձեր կենտրոնի բժիշկներից էլի կհյուրընկալենք, որ բուժման մանրամասներին ավելի անդրադառնանք։ Այսօրվա համար շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, խնդրեմ մեր տաղավարում էր ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է եւ հենց այս պահին էլ Հյուսիսային պողոտայում կատարվում է հետազոտություն միավարակի նկատմամբ, կարող եք մոտենալ, հետազոտվել, բայց եթե դրական արդյունք լինի, պետք չի շատ խառնվել իրար, հնարավոր է դա նաեւ հերկվի արդեն ԶԻԱՀ-ի կենտրոնում։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, հանդիպելու ենք վաղը մեր նույն ժամին, առողջ եղեք։